Իհարկե։ Գյումրու ընտրությունները հիշեցի, որից հետո դուք ստիպված եղաք հրաժարական տալ, այսօր ինչպես եք պատրաստվում նշել։ Նշել ինչը մեր հաղթանակը։ Նախորդն էլ հաղթանակ չէր, բայց նշում էի։ Ես չէի նշում, ես ժամանակ եմ անցկացնում Գյումրիում, իմ ազատ ժամանակ։ Այսօր երբ որ հաղթենք, հետո կորոշենք ոնց ենք նշելու։ Իսկ ինչպես է գնահատում ձեր շանսերը հաղթանակի իմաստով, հաշվի առնելով, որ օրինակ Փարաքարում եւ Գյումրիում շեմը չեք հաղթանակում։ Մեր շանսերը շատ լավ եմ գնահատում, բայց այնուամենայնիվ պետք է ֆիքսենք, որ ընտրությունը կատարում է Վաղարշապատի բնակիչները։ Նաեւ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններն արձանագրում են, որ շատ են ուղղությունները եւ տեսանելի է, որ քվեարկների մեջ հենց քաղաքացիական պայմանագրի թերթիկ այնպես են դնում, որ մարդիկ նկատի։ Դիտորդական առաքելությունները հենց դրա համար են, որպեսզի արձանագրեն այն դեպքերը, որոնք կարող են առաջիկայում համարվել խախտումներ, այդ դեպքերը պետք է քննվի եւ հասկացվի արդյոք խախտում է թե ոչ։ Նախապես խոսել եք այդ մասին, որ խախտումներ չլինեն եւ այլն, որտեղ շատ են։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունում համար առաջի կառավարող ուժն է, որը որ մշտապես անցկացնում է ազատ արդար թափանցիկ ընտրություններ։ Շնորհակալություն։